Արթուր Մարտունյան, VV Talks, վերադարձա նորից Վաշինգտոն, շարունակենք մեր ուրեմն բաները, քննարկումները, ինչ էր կատարվում էս մի քանի օրվա ընթացքում, հիմնականում Ուկրաինայի հետ կապված Տրամպը նորից իր փոխեց իր դիրքը, նորից սկսեց մեծ բաներ ասել, թե Ուկրաինան պիտի համաձայնվի նրան եւ 28 կետանոց ինչ-որ պայմանագիր խաղաղության առաջարկեց։ Դա, այսպես ասած, պաշտոնական բանն էր, որ տարածվեց լրատվական ուրեմն մեդիայում, հետո պարզվեց, որ այդքան հեշտ չի։ Ուրեմն առաջի հայացքից դա լրիվ կապիտուլյացիա էր Ուկրաինայի համար, պիտի Ուկրաինանը Դոնբասը տար, ամենիչ հողերը տար, համաձայնվեր Ղրիվի հետ, որ ռուսականը պիտի ռուսական լեզուն դառնար պաշտոնական լեզու Ուկրաինայում, պիտի բանակը կրճատվեր ինչ-որ 85,000-ի, թե ինչ-որ, պետք է չունենար հակաօդային պաշտպանություն, չպիտի ունենա հրթիռներ, պիտի չունենա այս, պիտի ոչ մի արտաքին ուժեր, նույնիսկ տրեյնինգ կամ ինչ-որ բան ներկայություն չունեն ընդհանրապես Ուկրաինայում եւ այլն, 28 կետ մի լրիվ սարսափելի մի բան։ Ինչպես էր սա ստացվել, նորից այդ Նյու Յորքի այդ անշարժկույքի ընկեր Վիտկոֆին, որը մի disaster, այսինքն մի խայտարակություն է, որպես մարդ 0 մարդ, որպես բանակցող կամ գործից հասկացող 0 եւ իհարկե շատ կաշառված։ Ինքը բանակցում է ռուսների հետ Ամերիկայի կողմից, բայց միաժամանակ գործեր է դնում իր համար Ռուսաստանում ինչ-որ փող աշխատելու ձևեր եւ այլն, ասես մի բաներ, խայտարակություն եմ խոսքով եւ գիտեք ինչպես է որ դա լինում, երբ որ մեկը գալիս է գնում է բանակցությունների եւ ասում է որ չեմ ուզում որ ուրեմն նախարարությունից ոչ մեկ ինձ հետ լինի եւ չեմ ուզում թարգմանիչ լինի ինձ հետ։ Ռուսները կթարգմանեն, պետք չի որ Ամերիկայից թարգմանիչ լինի։ Պատկերացնում եք, չէ, ուրիշ խոսքով ինքը չի ուզում, որ հանգարց ամերիկյան պետական կառույցներում որևէ մեկը իմանա, թե ինքը ինչ է բանակցում։ Հետո գապ կասեմ ինչ որ բանակցեցի, այդպես էլ կա։ Ուրիշ խոսքով, այս մարդը կորած գործ է։ Բայց ինքը կարա անի ինչ որ ինքը ուզում է ասի, առաջի ու վերջի ոնց ասեմ, մաշինիկ են ասում ռուսները, հա, էժան բանը չի էլի զզվելի, բայց anyway, ուրեմն եվրոպացիները երկի չհամաձայնվեցին, այնտեղ Ռուբիոն դուրս եկավ ասաց, մենք այդպես բան չենք արել, դա չգիտեմ այդ ինչ է խոսում, անցավ մի քանի օր, իհարկե այդտեղ մեծ բունտ բան բարձրացավ։ Հետևանքը եղավ, որ կոնգրեսում էլ հարցեր բարձրացան, ինչ ցանում Ուկրաինան ու էս տալիս ու էս ծախում, քեզով թույլ տվեց։ Սենց բաներ առաջացան, սկսեցին ասել, որ օքեյ, լավ, մի հատ թող Մարկոն Ռուբիոն էլ մի հատ նայ ինչ է կատարվում, իհարկե Ռուբիոն նայեց, ասեց սենց չի լինելու, նորից պիտի բանակցենք, մի քիչ նուրբ ձևով, որ իհարկե Տրամպին չվիրավորի։ Մինչ այդ եվրոպացիները եվրոպական համայնք ասեց, ինչ եք խոսում, ընդհանրապես, դա չի կարա լինի ու վերջ։ Զելենսկին էլ ասեց, մենք դրված ենք նրանց դրության մեջ, որ պիտի մեր արժանապատվությունը կամ մեր դաշնակցին կորցնեն կամ արժանապատվությունը, դա նշանակում է երկիրը, ամեն մի օրը որ անցավ, Ուկրաինայի դրությունը կամաց սկսեց լավանալ։ Տրամպը ուզում է մի բան լինի։ Իրան թվում է ինչ գնով էլ մի բան որ պայմանապ ստորագրեն, ինքը կարող ասի խաղաղություն եմ հաստատել, հետևաբար շուտ ինձ տվեք ինչ որ Նոբելյան, հա, չի հասկանում։ Դուրս եկավ ասեց բանը, որ Նոբելյանը չեն տալիս կապիտուլյացիայի համար, տալիս են արժանավոր խաղաղության համար։ Դու եթե ստիպես Ուկրաինային կապիտուլյացիայի գնա, դրանից բան չի դուրս գալու։ Այսօր իրան որպես այսպես բացատրական ձևով ասեցին, հա, ասենց պարզ։ Anyway, sense վիճակ, բավական պանիկա սկսվեց սկզբում, կամաց սկսեց այդ բան փարատվել, երբ Եվրոպան եւ պետական կառույցները Ամերիկայում սկսեցին ասել, որ չէ, մի վարքյան, ասես հեշտ չի լինելու, դա չենք տալու եւ այլ։ Սա այս բանակցությունների մեջ Վիտկոֆի հետ Քուշները, այսինքն Փեսան Տրամպին այլ էր այնտեղ փող աշխատելու հարցեր լուծում իրար համար,
բոլորը իհարկե Թրամփից սկսած Կուշներ եւ այլն մտածում են, որ այս պրեզիդենտությունից հետո ինչ ենք անելու։ Բա ոնց ենք շարունակելու փող սարքել։ Եվ բոլորը հասկանում են, որ Ուկրաինան լինելով արդեն ամերիկյան հսկողության տակ, հա, որ կաշառակերությունը հսկվում է, չնայած հիմա սկանդալ եղավ դրա մասին խոսեմ մի վարքյան, կամ եվրոպական ինչ-որ ինստիտուցիաների հսկողության տակ, այդքան հեշտ չի այնտեղ տենց բաներ անելը։ Շատ իրենց դուր է գալիս դիկտատորները, որտեղ մի հոգու հետ պայմանավորվում ես, ինքը քեզ ռեսուրսները իր երկրի կամ ինչ-ինչ հնարավորությունները տրամադրում է, դու մեծ փող ես սարքում, վերջացավ գնաց, ոչ մեկի հետ պետք չունես հաշվի նստես, ոչ մեկին պետք չի ինչ-որ բան բացատրես, ոչ մեկի հետ պետք չի բանակցես, շատ պարզ է։ Եվ այս գայթակղությունը դիկտատորների հետ գործ բռնելու մարդկանց ուղղակի դուրս չի գալիս։ Իրանք սիրում են դա։ Ուղղակի եւ դա իհարկե ով չի սիրում, նայեք այնտեղ ահագին մարդ կա չէ, նույնիսկ Հայաստանում, որ ինչի է Ռուսաստանից սիրում, որտեղ իր համար հեշտ է դա։ Ինքը կարող է ինչ-որ сделка, էլի, գործար քանի ինչ-որ մի ռուսի հետ, ինչ-որ բան անի, ինչ պիտի գնաս օրենքներին նես, կարդաս, հասկանաս, հետևես, եվրոպական, չգիտեմ, ամերիկյան եւ այլ եւ այլ, շատ ավելի բարդ է իրանց համար։ Այս պրիմիտիվների համար նույն բանն է, իրանք ուզում են աշխատեն միշտ ինչ-որ իրենց նման օրենքները անտեսող, հա, եթե չասենք կաշառված մարդկանց հետ, որոնք հնարավորություն ունեն ես տալ հնարավորություններ, որ այլ կերպ իրենք չէին ստանա, պարզ ձևով։ Լավ, ինչևից է, չանցավ, որովհետև նաև տրամպիստները, նաև ռեպաբլիկանները ասացին ինչ ես անում, բասի չհասկացանք, սա չէր մեր ուզածը։ Եվ իրակպես հանրապետական կուսակցության հին գվարդիան ցած ասած, նույնիսկ ոչ թե շատ հին գվարդիան, Տրամպի հետևորդ գվարդիան, ոչ մի դեպքում չի ուզում տեսնի sense բան։ Նրանք չեն պատկերացնում, նրանք հասկանում են, որ մի ընտանիքի շահերը դա չի կարող լինի կուսակցության շահերը եւ չեմ ասում երկրի շահերը, այսինքն իրանց մոտ կոնես այդ սենատորների մոտ, կոնգրեսմենների մոտ այդ բանը հասկանալի է։ Ինչքան էլ Տրամպի ընտանիքի, ասենք, փստիկները կոպիտ ասած գնում են այն հնարավորություններից, որ կարող առաջարկի, դա իրենց չի վերաբերում։ Բայց նույնիսկ ուրիշ մի հատ շատ կարևոր կետ տարիներ արդեն բոլորը խոսում են, թե իսկապես ինչ կախվածություն ունի Տրամպը Ռուսաստանից, Պուտինից։ Եվ տարբեր թեորիաներ կային, ասեն theories, այսինքն մեկը որն էր, որ դե ինքը են 87 թվականին, որ գնաց Ռուսաստան, այնտեղ ինչ ասես, ինչ են արել իրան, իրա վրա կամպրոմատ կա, այսինքն ինչ որ աղջիկների հետ ա եղել, չգիտեմ ինչ են արել եւ այլ, նկարել են, ինչ են արել, դա դրանից վախենում է։ Հասկանում եք, որ ինչ որ բան կա, բայց այդ ճիշտ չէր հնչում։ Տրամպի վրա դա ինքը հպարտությամբ կասեր, որ դրա մասին, հա, ինքը այդ նույն մարդներ, որ հեռուստացիով հայտարարում էր, թե ինքը ինչ կանի, ինչա, որտեղ ինքը հայտնի մարդ է, ինչ կարող է անել եւ իրեն ոչինչ չպատահի կանանց հետ, ասես տիպ է ինքը։ Եվ դա ինչ որ շատ ինչ որ բան չէր ներկայացնում Իրանից, որ դա օքեյ, դա կարող է վնասի, բայց այդքան լուրջ չէր։ Վերջապես հասկացան։ Եվ ոնց կապվեց այս բոլորը, հետաքրքիր ամեն մասը ստեղ է, որ երբ որ Էփշտեյնի, ոնց անգլերեն եք ասում, թե ռուսերեն գերմաներեն, թղթերը բացվեցին, այսպես ասած պապկաները, հա, իրա վրա ինֆորմացիան, հասկացամ, որ ինքը շատ, ոչ թե միայն մոտ էր Էփշտեյնի հետ, Էփշտեյնը հիշում եք ով է, այդ պեդոֆիլը, որը գործածում էր բոլոր հայտնի մարդկանց, տանում էր իր կղզին, երիտասարդ աղջիկների կանանց հետ ինչ-որ եւ այլ, եւ դա գործածում էր հետո որպես շանտաժ նրանցից մեծ փող աշխատելու եւ ծառայեցնելու իր նպատակներին։ Այս էր կատարվում։ Եվ իհարկե փորձում էին հանկարծ Տրամպը չէր ուզում, որ այս ինֆորմացիան դուրս գա։ Բոլոր դեպքերում դուրս եկավ։ Դրա
մասին չխոսամ, ոնց ինչպես դետալները կարևոր չեն, դուրս եկավ եւ պարզվեց, որ այո, Էփշտինը իր մասին շատ ցածր կարծիք ուներ եւ ուզում էր իրան գործածել, ասելով, որ ինքը գիտեր, մասնակցում էր ինչ-որ բաների, չնայած գլխավոր զոհերից մեկը ասեց, որ իրան չեմ տեսել, իրան որևէ այդպիսի բանի մեջ ներգրված, բայց համենայնպես այն հանգամանքը, որ ինքը ինֆորմացիա ունեցել, հետո շարժվել է, իդեպ անուններ դուրս եկան, օրինակ համար նախկին ֆինանսների նախարար, նախկին շատ հզոր մարդ, Larry Summers անունով, Էփշտինի հետ նամակագրությունների մեջ, թե ինչպես ինչ-որ մի, երբ որ ինքը Հարվարդի պրեզիդենտն էր, ինչ-որ մի դասախոսի, որին հետաքրքրված էր ինքը ինչպես նրա հետ խոսա, ինչպես նրան կոպիտ ասած կապի եւ այլն։ Այս անունները սեսին դուրս գալ եւ այդ Թրամփի անունը հետը ինչ-որ չափով դուրս եկավ, որ ինքը Էփշտինի կողմից համարվում էր մեկը, որ դեռևս չի խոսացել, գործածել իր իմացածը եւ ինչ պետք է անել դրա համար։ Բայց դա էլ ամենակարևոր չէ։ Ամենահետաքրքիր, ամենավնասակար բանն էր, որ Էփշտինը մոտեցել էր Ռուսաստանին, այսինքն ռուսական տվյալ դեպքում կոնկրետ դեսպանը Մակում, այն ժամանակ Չուրկին անունով մեկն էր, հիշում եմ Չուրկինին, երբ որ ինքը Գորբաչովի թարգմանիչն էր, հետո այդ ընթացքում ուրեմն արդեն դարձել էր դեսպան, նրան էր գրել, որ ես սենց կամպրոմատ ունեմ, սենց բաներ ունեմ, այսպիսի մարդկանց վրա եւ կարող եմ ձեզ տալ, դրա մեջ մտնում էր նաեւ Թրամփը։ Չուրկին լինելով լավ հոտառություն ունեցող լավ դիպլոմատ, ինքը իհարկե անձամբ չի հանդիպել հետո, այլ ուղղորդել այդ հանդիպումը պրոֆեսիոնալ հետախուզներին, ասենց կոպիտ ասած, ոչ կոպիտ ասած, իրականում այդպես աղը։ Իդեպ ասեմ, որ շատ մեծ բան կա, խոսակցություն կա դրա մասին, որ այդ Էփշտինը նաև աշխատում էր Մոսադի համար, իսրայելական։ Հիմա Մոսադի հետ կապերի մասին դեռ ոչ մի բան դուրս չի եկել, բնականաբար, քանի որ կզարմանայի դուրս գան, բայց հանգամանքը, որ ինքը նաև ուրեմն ինֆորմացիա առաջարկել ռուսներին, դա արդեն շատ բան ասում։ Եվ իհարկե այդպիսի ինֆորմացիա ռուսները երբեք ծառայ պատ չէին թողնելու, իհարկե այդպես հիմար լինեն ամենավերջին, որ ասեն հաջը չենք ուզում։ Մենք շատ պատվավոր մարդիկ ենք, այդպես բան պետք չի մեզ ասել։ Իրենց սև ներկայու անցյալի մասին, հա։ Իհարկե բոլոր ինֆորմացիան ռուսների մոտ կա։ Եվ հիմա պարզվում է, որ ոչ թե որ 87 թվին ինչ-որ հյուրանոցում նկարել են ինչ-որ հասկանում ես աղջիկների հետ բանին, Թրամփին, այլ որ ռուսների մոտ կա ինֆորմացիա Թրամփի եւ ուրիշների մասին ավելի նոր, ավելի հետո հավաքված, ուրեմն Ջեֆրի Էփշտինի հետ եւ իր կղզում կատարված այդ ուրեմն խայտարակությունների հետ։ Ուրիշ խոսքով, այդ դա արդեն վախենալու է։ Ամերիկացիները շատ բան կարող են ներեն շատ բանի, բայց պեդոֆիլիան մի քիչ դժվար է ներել։ Եվ դա իրապես կվախացնի, կկաշկանդի ուզած պրեզիդենտին։ Եվ դա սկսում է բացատրել կամաց, թե ինչու մի օր մի բան ասում Թրամփը, հետո հանդիպում ալինում ինչ-որ Պուտինի հետ, ու ինքը դառնում է ասենց փուճուր շունիկ, հա, ասենց փապի։ Հետ է գալիս, սկսում է կրկնել Պուտինյան թեզերը, կամ իր Վիտկոֆը գնում է հանդիպումը, հետ է գալիս, սկսում է կրկնել։ Կաշառակերությունը, այսինքն իրանց միլիոններ կամ ինչ-որ մեծ բիզնեսային հնարավորություններ առաջարկելուց բացի, այդ պրյանիկն է, այսպես ասած, հա, the carrot, ունեն ռուսները իր վրա նաև կնուտ, այսինքն ստիկ, մի բանով կարող եմ պատժեմ և կարող եմ քեզ ուրեմն ինչ-որ շնորհումներ տալ։ Եվ դա ազդում։ Հիմա արդեն պարզվում է, թե ինչ լծակներ ունեն ռուսները, անձնապես Թրամփի և անձնապես իր
Witkoff կոչված այդ խեղկատակի ու իր փեսայի վրա եւ փեսան էլ իհարկե հիմնականում շահագրգռված է որ փոխսարքի, բայց նաեւ որ Տրամպը մնար շարունակի ամեն կերպ, որովհետեւ ինքը նաեւ պաշտպանում է Իսրայելի շահերը։ Այս էլ կողքից երրորդ ֆակտոր ասենք։ Բոլորը շահագրգռված են, որ հանգարց վատ բան չկատարվի, այդ իմաստով բոլոր ասելով իհարկե այդ երեք ուժերը, ռուսները, Տրամպը եւ իր ընտանիքը եւ իհարկե այստեղ իր շրջապատը, ասենք, թե այս երկուսը իսկ ովքեր են որ դեմ են դա արդեն տարբեր բան այնտեղ արդեն պարզավոր ուկրաինացիները եւ Եվրոպան տանել չի կարողանում սրան արդեն հասկանալի է Եվրոպան արդեն մի քանի անգամ ասել է որ մենք պատրաստում ենք պատերազմի որտեղ մեր հույսը կտրել ենք թե Տրամպը կկանգնի ՆԱՏՕ-ի մեջքին ինչպես որ պետք է աներ եւ պետք է արդեն ինչ որ բաներ անել ինչ որ բաների հասնել այսօրվա դրությամբ Ռուբիոն ամերիկան նույնիսկ Տրամպին հարցեցին ասես չէ դա վերջնական այդ 28 կետերը վերջնական չեն դեռ պիտի բանակցենք ուրիշ ճար չկա իր խոսքով ամերիկացի այսպես ասած establishment-ը բացատրեց որ կներես դու ուր ես գնում դա չի անցնի այդ բանը եւ ստեղ անդադ այդ կռիվն է Տրամպի անձնական վախերը պլյուս շահերը եւ մյուս կողմից ամերիկյան շահերը, եվրոպական շահերը եւ ով է հաղթելու ստեղ վերջին հաշվով։ Ամեն անգամ որ Տրամպը մի բան անում, այսպեսի հանգարց տեղի է տալի ռուսական շանտաժին, այսպես կոպիտ, ինչ որ մի հատ հոսք է լինում ինֆորմացիայի, որտեղ ցույց է տալիս թե ինչու է դա կատարվում։ Ինչ կախվածություններ կարող է լինեն ինչ օրինակի համար ռուսները լծակներ կարող ունենան իրար վրա եւ ինքը ստիպված է լինում մի քիչ հեշտ քաշվի սա չտեսնված մեծ մասշտաբով օրինակ է որը իհարկե կատարվում է փոքր մասշտաբով նաեւ Հայաստանում ուրիշ տեղերում փոքր երկրներում ասած ասենք հա Ես նայեցի Օրբանի Հունգարիայի պրեզիդենտի ինտերվյուն, որտեղ ինքը նորից ամեն ձևի գովամանում էր Տրամպին, որպես մեծ մարդ, խաղաղ մարդ, չգիտեմ ինչ եւ այլն, բայց վերջին հաշվով պարզել ինչի համար ինքն արած բանի ցածելու ասում էր, որ ինչա պետք իրան Ամերիկայից, որ Ամերիկան ինչ ապահովի իր համար։ Եվ այդ բոլորի համար պարզ է ռեժիմի գոյատևում Այստեղ նույն բանն է կատարվում Տրամպի ռեժիմի գոյատևումն է ուզում ապահովի բոլոր կոնստիտուցիոն օրենքները տրադիցիաները բամիջ խախտել արդեն 16 միլիոն անգամ ոչ մի տարբերություն չի անում հիմա նաև ներքին խնդիրներ կան որովհետև ներքին խնդիրների հետ կապված ինքը ուզում է բանակը գործածի ամերիկացիների դեմ unheard of ասում են չլսված բան է դա որպեսզի բողոքի ցույցերը ուրեմն չլինեն իրաչափության չլինեն իր դեմ տարբեր նահանգներում եւ այլն հիմարություն իրեն չեն թույլ տա այդ չի լինելու զինվորականությունը երբեք դες բան չի անի ինքը հաստատեց ասեց որ զինվորականները իմ հրամանները կկատարեն անպայման չեն ժխտի ես ավելի մեծ կարծիք ունեմ ամերիկյան զինվորականության վերաբերյալ այդ իմաստով իրենց մակարդակի մարդկային եւ այլ մասին չենք խոսում այստեղ պրոֆեսիոնալ ամենալավն է իհարկե բայց այսպիսի հարցերին եթե գալիս է դա չի լինելու բանակ ամերիկան չի գործածվելու ոչ մի դեպքում ամերիկացիների դեմ որևէ նահանգում որևէ ձևով դա չի լինելու բայց ինքը կարծում է լինելու այս տեսնում եք տարբեր թեմաներ եմ անցնում այստեղ մի քիչ սահուն ձևով
բայց դա մասամբ ցույց է տալիս նրա համար, որ Տրամպի խնդիրները միայն Ռուսաստանից չեն, նաև ներքին խնդիրներ ունի։ Նա ունի նաև մեծ մտահոգություն 2026 թվականի ընտրությունների հետ կապված, որտեղ շատ մեծ հնարավորություն է, հավանականություն կա, որ ինքը կոնգրեսում կորցնի մեծամասնությունը եւ եթե դա եղավ, նորից սկսվելու են impeachment-ները, այսինքն իրան նորից սկսելու են հետաքննություններ կոնգրեսում, մեղադրանքներ, որոնք նորից պիտի հետ առաջ գնան դատարաններում, խոսքով քաշքշուկը գնալու եւ ոչ մի դեպքում չի բացառվում, որ իրանք կարող են այս անգամ արդեն եթե սենատում էլ կորցնի մեծամասնությունը հաստատ կանեն իրան։ Դա դեմոկրատիան այդ սուրավ իր գլխին կախված, որ ինքը չի կարող անտեսի եւ չի կարող իր հետևորդներին լրիվ օտարացնի, այսինքն ճղանացնի, հեռացնի, ինչպես արեց օրինակ այդ Marjorie Taylor Greene-ին։ Բայց նրան չէր կարող չանել, որտեղ Marjorie Taylor Greene-ը ոչ միայն քվեարկեց, որ Epstein-ի ֆայլերը բացվեն եւ այդ գաղտնիքները դուրս գան, այլև սկսեց խոսալ նրա մասին, որ ես ասում եմ Թրամփին այսքան ժամանակ պաշտպանել եմ, բայց ես չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ պեդոֆիլներ, ինչ-որ 14 տարեկան աղջիկներին բռնաբարողներ, հասկանում եք 50-60 տարեկան մարդիկ, այսպիսի խայտարակությունը դա գաղտնի մնա եւ դուք չբացահայտեք այդ մարդկանց անունները։ Այսինքն այս կինը լինելով լրիվ տրամպիստ եւ երկար ժամանակ բավական սխալ հիմար բաներ ասելուց հետո հանգարց ողնաշար գտավ եւ կներեք ողնաշար գտնելը շատ հանգարց սկզբունքներ հայտնաբերեց իր մեջ եւ կանգնեց ասես բավական այլևս չեք կարող այդ անել պիտի բացեք այդ ֆայլերը եւ ցույց տաք ով ինչ ա եղել բայց այնքան գործահասավ, որ ինքը էլ չդիմացավ այդ ճնշումին, այսինքն տրամպիստները այնքան ճնշեցին իրան, որ ինքը ասաց, օքեյ, լավ, ճանամը ես էլ չեմ կարող շարունակեմ, սենց հունվարի 5-ից ես դուրս եմ գալիս կոնգրեսից, այսինքն իհարկե այստեղ ուրիշ բան կա, հունվարի 5-ից դուրս է գալիս, ոչի գնում տան նստի գուլպագործի, հա, ինքը շարունակելու աշխատել այդ բնակավարում, այսինքն շոու է ունենալու ինտերնետում, տարբեր YouTube եւ այլն, եւ եթե ոչ հեռուստացի վրա, որտեղ ինքը կշարունակի ասել իր կարծիքը, ինքը կշարունակի հետևորդներ ունենալ եւ շատ նորմալ շատ ավելի փող աշխատի, քան թե կոնգրեսում երբևէ կաշխատեր, պայելով իր կոնգրեսյան թոշակը եւ այլն։ Էսել մի քիչ ցինիկ բացատրություն մնացածի վրա, թե ինչու այդքան հեշտությամբ ինքը ասեց համաձայնվեց, որ հունվարի 5-ից դուրս է գալիս։ Եվ ինչու հունվարի 5-ից պետք է շատ կարևոր է, որտեղ ընդհանրապես եթե կառավարության մեջ աշխատել են մարդիկ գիտեն, առաջի paper-ը նա սկսում է տարվա հունվարին եւ ինքը այդ ժամանակա դուրս գալիս հետը տանելով իր թոշակի հետ կապված մաքսիմում օգտակար հանգամանքներ, ասենք։ Համենայնիվս, այս բոլորը շարունակվում է, Ուկրաինան չի հանձնվել, Ուկրաինան շարունակում է եվրոպացիների հետ միասին տեղի տալ, դրան կամաց Ամերիկայում establishment կոչվածը կամաց իրավիճակ իրեն ձեռքն են վերցնում եւ փորձում են կոմպենսացնել են հիմար համաձայնությունները, հիմար եմ ասում, ավելի վատ բառ ասեմ, որ Witkoff-ը ունեցել է համաձայնվել է ռուսների հետ։ Այսպես, ոչ մարկորատ չի շարունակվում, տեսնենք, խոսանք, այսքան, այսօր։